Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, հարազատներս, բարեկամներս, ծանոթ և անծանոթ մարդիկ։ Ասեմ, որ ես այսօր չեմ նկարահանելու ոչ մի բան չեմ պատրաստելու, ասեմ ինչու, որովհետև այսօր որոշել եմ մի փոքրիկ պատմել իմ անձնական կյանքից, թե ես ինչպես և ոնց եմ հայտնվել Ստեփանավանում, ինչպես եմ հիմնել իմ խանութ սրահը, իմ գործունեության մասին կուզեմ ձեզ մի քիչ ներկայացնել։ Ասեմ, որ ես այս YouTube-յան ալիքը բացել եմ, որպեսզի իմ կատարած աշխատանքները ցույց տամ բոլորիդ։ Ես չեմ սիրում, ասենք թե որ ես նստեմ ու ամբողջ օրը իմ մասին պատմեմ, ինչ ոնց, դա ես չեմ սիրում։ Ուղղակի անում եմ իմ հետևորդների խնդրանքով, որովհետև ես իմ հետևորդների խնդրանքը մոտենում եմ մեծ ուշադրությամբ։ Ուզում եմ մի փոքրիկ պատմել իմ կյանքից։ Ուրեմն ասեմ, որ ես ծնվել և մեծացել եմ Արտաշատում, Արտաշատի Դիտակ գյուղում։ Մեծացել եմ գյուղում, մանկությունս անցել է այնտեղ շատ լավ, շատ հիանալի մանկություն եմ ունեցել և ես փոքրուց մեծանալով գյուղում հպարտ եմ, որ ապրել եմ գյուղում։ Փոքրուց սովոր եմ կատարել գյուղի բոլոր տեսակի աշխատանքները, ոչ թե կատարել, նաև շատ սիրում եմ, լինի հողային գործ, լինի բերք ու բարիք, լինի ջերմոցային գործ, բոլոր գործերը ես շատ սիրում եմ և հեսա, որ մեր մոտ եղանակները Ստեփանավանում կբացվեն, ես մեծ սիրով ցույց եմ տալու իմ տան հողամասը, որտեղ ես ամեն տեսակի բան եմ ցանում։ Այս պահին ես ասեմ, որ գտնվում եմ Ստեփանավանում, Ստեփանավան քաղաքում, ովքեր նոր են միացել կամ նոր են ուզում ճանաչել, ասեմ, որ ես ապրում եմ Ստեփանավանում, ամուսնացել եմ Ստեփանավան լոռի։ Հիմա կասեք, ծայրահեղությունից ծայրահեղություն, Արտաշատից հասել է Ստեփանավան, ասեմ, որ հեռու է, մոտավորապես մեքենայով, որ Արտաշատից գանք Ստեփանավան 3 ժամ է տևում, ասեմ, որ ես Ստեփանավան մինչև ամուսնանալս, իհարկե, կյանքիս մեջ եկել եմ ընդամենը 2 անգամ, մի անգամ եկել եմ փոքր ժամանակ, 4-5-րդ դասարանի երեխա է, եկել եմ մորքուրիս տուն, ասեմ, որ մորքուրս ապրում էր Ստեփանավանում բոլորը մորքուրիս ճանաչում են, Ակուշերկա Ծովիկն է, որը օգնել է բոլոր բազմաթիվ երեխաներին լույս աշխարհ գալուն։ Այս պահին շատ մեծ ցավով եմ ներկայացնում մորքուրիս, որովհետև մորքուրս մահացել է, ես արդեն 2 տարի է և ես շատ ծանր վշտով եմ դա միշտ հիշում ու ամեն օր եմ հիշում իմ մորքուրին, որին ես շատ եմ սիրում։ Ասեմ, առաջի անգամ եկել եմ 4-5-րդ դասարանում, իսկ երկրորդ ճակատագրական գալը եկել եմ 19 տարեկանում, ուսանող եմ եղել, ասեմ, որ ես սովորել և ավարտել եմ հաշվապահությունը, իմ մասնագիտությունը հաշվապահությունն է, բայց ես իմ մասնագիտությամբ ոչ մի անգամ չեմ աշխատել, որովհետև ինձ համար հոգեհարազատ դա մասնագիտությունը սա թխված, կարկանդակներ պատրաստել, հաց, լավաշ, դա է իմ սիրելի աշխատանքը։ Ասեմ, որ փոքրուց ենք զբաղվել լավաշով։ Եկել էի, ասեմ, երկրորդ ճակատագրական գալը Ստեփանավան եկել եմ մորքուրիս աղջկա ամուսնության պատճառով եմ եկել էինք հարսանիք և այդտեղ եմ ծանոթացել ամուսնուս հետ, ասեմ, որ ամուսինս մորքուրիս ամուսնու բարեկամներից էր, ինքն էլ էր եկել հարսանիքի ժամանակ և մենք այդտեղ ենք ծանոթացել, շփվել և այդ արդյունքում հայտնվել եմ Ստեփանավանում, ասեմ, որ արդեն 20 տարի է ապրում եմ Ստեփանավանում, ճիշտ է, կլիման շատ մեծ տարբերություն ուներ Արտաշատի հետ կապված, դե մեր մոտ Արտաշատում եղանակը տաք, չոր, իսկ Ստեփանավանում միշտ անձրևներ, մռայլ եղանակ, ասեմ, որ շատ արագ համակերպեցի այդ եղանակներին, ծանոթացա մեր քաղաքին և ասեմ, որ շատ մեծ ուրախությամբ ապրում եմ Ստեփանավանում
եւ սկսեցի հիմնադրել իմ աշխատավայրը։ Ուրեմն երբ որ ես բացում էի այս տորթերի տունը, սկզբում շատ փոքր տեղ էր, մի հատ փոքրիկ տեղ էր, ու մտադրություն կար միայն տորթեր թխելու։ Հետո սկսեցի ընդլայնել, կարկատակներ պատրաստում, մի հատ փոքրիկ էր, հիմա ասեմ, որ ունեմ 3 հատ այդպես իրար կողք կպած ու շաուրմաներ ենք պատրաստում, կարկանդակներ, լամաջոներ, չիբուրեկի ամեն ինչ, ոչ միայն թխվածք է, ու ասեմ, որ շատ գոհ եմ ու շատ շնորհակալ եմ իմ հաճախորդներից, որոնք մեծ սիրով գնում են մեր պատրաստածը։ Ասեմ ավելին, որոշել եմ ընդլայնել բիզնեսս, այդ աշխատանքների մեջ եմ, շուտով մինչև մարտի 5-ը բացելու եմ լավաշի և հացի արտադրամաս, որտեղ պատրաստելու ենք տեղում վաճառվող լավաշ և հաց տակ-տակ վիճակում։ Իմ խանութից մի փոքրիկ վերև է գտնվում, բացումը նշելու եմ մեծ շուքով և անպայման տեղադրելու եմ իմ լոգոն, որպեսզի դուք տեսնեք, թե ինչ արտադրամաս եմ բացելու և այսպես ոգեշնչված շարունակելու եմ իմ աշխատանքները և ասեմ, որ իմ աշխատանքները այդպես լավ գնալով հավատացեք, որ դուք եք ինձ շատ մեծ հույսեր ներշնչում։ Ես որ կարդում եմ ձեր գրածները իմ վերաբերյալ, ես շատ ուրախանում եմ և ոգեշնչվում եմ։ Շատ շնորհակալ եմ բոլորիցդ։ Ասեմ, որ ես ունեմ 2 երեխա, աղջիկ և տղա։ Աղջիկս ամուսնացել է Արտաշատ, իմ փոխարեն գնացել է Արտաշատ։ Ես Արտաշատից եկալով Ստեփանավան, իմ աղջիկը Ստեփանավանից գնաց Արտաշատ։ Ունեմ մի հատ հրաշ, կան նկարագրելի թոռնիկ, ասեմ, որ իմ թոռնիկին, եթե դուք ովքեր որ իմ քրոջ հետևորդներն են, նազելի, անպայման իմ թոռնիկին տեսած կլինեմ, որովհետև քուրս հաճախակի է նկարել, թե ինչպես ենք սիրում, պահում, չգիտեմ էլի, բոլորը շատ սիրում ենք։ Ունեմ մի հատ էլ տղա, այս պահին տղաս ծառայում է Հայոց բանակում, իր պարտն է կատարում հայրենիքին ու ես շատ հպարտ եմ, շատ հպարտ, որ ունեմ առողջ երեխա, որը ծառայում է այս պահին մեր Հայոց բանակում։ Թող Հայոց բանակում լինի խաղաղություն, միայն խաղաղություն և ամեն ինչ լավ կլինի։ Թող Աստծո ձեռքը լինի մեր բոլոր զինվորների գլխին։ Եթե մեր զինվորները չպահեն ու պահպանեն մեր սահմանները, այսօր մենք այստեղ հանգիստ նստած չենք լինի։ Այնպես որ ես ոնց մի քիչ sense տարբեր տեղերով, բայց ներկայացրեցի իմ կյանքից մի փոքրիկ։ Ամուսինս իմ հետ աշխատում է մեր արտադրամասում, իրար հետ գալիս ենք, իրար հետ գնում ենք տուն, տանն էլ ունեմ կիսուր։ Այս պահին ապրում ենք երեքով, ես, ամուսինս, կիսուրս, տղաս ծառայում է Հայոց բանակում։ Այսքանը իմ կյանքից չեմ անում, կարող է մի քանի հոգի ասեն, վայ, կյանքն է պատմում կամ չգիտեմ երկար խոսած բան, բայց ես իմ պարտքը համարեցի ներկայացնել իմ կյանքից մի փոքրիկ բան։ Այսքանը սիրելիներս, բարի գիշեր ձեզ, կհանդիպենք վաղը։